Տիեզերքի ամենահետաքրքիր վայրերից մեկում TRAPPIST 1 կոչվող մոլորակային համակարգում գիտնականները նոր բացահայտում են արել։ Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի տվյալները ցույց են տալիս, որ այս համակարգը կարող է ունենալ մթնոլորտ, շատ նման Երկրի մթնոլորտին։ Սա առանձնակի կարևոր է, որովհետև մթնոլորտը հիմնական պայմաններից է, որ որևէ մոլորակի վրա հեղուկ ջուրը պահպանվի։ TRAPPIST 1 մոլորակային համակարգը գիտնականները հայտնաբերել են 2016 թվականին։ Այն բաղկացած է փոքր կարմիր աստղից և նրա շուրջը պտտվող 7 մոլորակներից։ Դրանք ունեն քարե կամ ժայռային կառուցվածք, այսինքն պինդ մակերես, ինչպես Երկիր մոլորակի դեպքում։ Դրանք գազային հսկաներ չեն, ինչպես Յուպիտերը։ Մթնոլորտ ունենալու բացահայտումը ենթադրում է, որ այս համակարգը կարող է համարվել, այսպես ասած, բնակելի գոտի, տարածք, որտեղ ջերմաստիճանը չափազանց բարձր կամ ցածր չէ ու ջուրը կարող է գոյություն ունենալ հեղուկ վիճակում։ Գիտնականները կարծում են, որ TRAPPIST 1E-ի շուրջ կարող է լինել նաև երկրորդային մթնոլորտ, կազմված հիմնականում մոլեկուլային ազոտից, փոքր քանակով, ածխաթթու գազով ու մեթանով։ Նման համադրություն կա նաև Երկրի մթնոլորտում, որը ըստ նախնական գնահատումների մոտ 80%-ով ազոտից է կազմված։ Եթե այս դիտարկումների արդյունքները հաստատվեն, ապա TRAPPIST 1E համակարգը կարող է համարվել արևային համակարգից դուրս Երկրին ամենաշատը նմանվող մոլորակը։ TRAPPIST 1 համակարգի անունը վերցվել է հատուկ աստղադիտակի անվանումից, որը Բելգիայում է և որի շնորհիվ բացահայտվել է համակարգը կարմիր թզուկ աստղով ու 7 մոլորակներով։ Շեշտվում է, որ գիտնականները դեռ վերջնականապես չեն հաստատել մթնոլորտի առկայությունը։ Դա նախնական արդյունք է, որը դեռ պետք է ստուգվի։ Ի դեպ, ոչ վաղ անցյալում գիտնականները մեկ այլ հետաքրքիր բացահայտում էին արել։ Ընդամենը 5 միլիոն տարեկան աստղի շուրջ հայտնաբերել էին մոլորակ, որի զանգվածը մի քանի անգամ գերազանցում է Յուպիտերին։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։